Մարդկանց հիշողությունը կարող է ճշգրտությամբ պահպանել մինչև 70,000 տվյալ, բայց մենք չենք հիշում, թե ուր դրեցինք մեր հեռախոսը 5 րոպե առաջ։ Մեր ուղեղը հիշում է մեր կյանքի առաջին սիրո անունը, բայց մոռանում է, թե 2 րոպե առաջ ինչի համար մտանք սենյակ։ Այ հենց դրա համար կա մեր հեռուստահաղորդումը, որպեսզի մարզենք ձեր հիշողությունը։ Բարի երեկո բոլորին, դուք դիտում եք հիշաչար երեկոն առաջին ալիքի եթերում։ Միակ հեռուստահաղորդումը, որտեղ անգամ հիշվում է մոռանալը։ Հաղորդման ժամանակ հյուրերը պետք է հիշեն ամենատարբեր մանրամասներ, տարեթվեր, փաստեր, իրադարձություններ, որոնք լսվում կամ տեղի են ունենում հենց նկարահանման ընթացքում։ Իսկ համահաղորդավարը շոուի ընթացքում կատարվող իրադարձություններից հենց տեղում կազմում է հարցեր եւ տալիս հյուրերին, ինչով էլ ստուգում է, թե ինչքան ուշադիր են նրանք։ Ամեն փուլում մասնակիցները ստանում են միավորներ, ամենաշատ միավոր վաստակացյուրը դուրս է գալիս սուպեր եզրափակիչ։ Ես Գրիգ Գևորգյանն եմ, ընկերների համար ավելի հայտնի Հայկազ Խաչատրյան։ Ես Ստեփան էի հիշում, եթե։ Չէ, Ստեփան դիմում են ինձ են մարդիկ, ում հետ ես ընդհանրապես շփում չունեմ։ Բայց ընկերները Հայկազով են դիմում։ Այսօր մենք կրկին փորձության ենք ենթարկելու մեր հյուրերի հիշողությունը եւ իհարկե մեզ օգնելու է մեր հավատարիմ համահաղորդավար Նորոն։ Մի հատ Նորոնին եկեք։ Բոլորս ծափարենք։ Այսօր չեմ ասի, եկեք ծափարենք Գրիգին, կասեմ եկեք ծափարենք Հայկազին։ Պես ընկեր, դու քեզ մոռացկոտ մարդ համարում ես։ Հա, շատ, ես շատ մոռացկոտ եմ։ Ասենք հաստատ եթե մասնակցեի հաղորդմանը, առաջի փուլից կթռնեի ես։ Ինչի։ Ոնց ես հասկացել, որ մոռացկոտ ես։ Տես, օրինակ, այս շալվարս առել եմ 2024 թվականի հուլիսի 2-ին, ժամը 10:30, 34,900 դրամ էր։ Այ բայց որ խանութից եմ առել, մինչև հիմա չեմ կարող հիշել։ Okay, նա ուսանք, որ այսօրվա մեր հյուրերը կլինեն գոնե քոչապ մոռացկոտ, ու դրա համար ես առաջարկում եմ ծափարենք մեր հյուրերին եւ սկսենք ներկայացնել մի քանի փաստ մեր հյուրերի մասին։ Զարուհի Բաբայանին եկեք ծափարենք։ 1975 թվականի դեկտեմբերի 27-ին Բաբայանների ընտանիքում լսվեց փոքրիկ երեխայի ձայն, մոտավորապես այսպես մոտավորապես եմ ես ասում, որտեվ ես այդքան լավ չեմ կարող ասել, ծնվեց երգչուհի Զարուհի Բաբայանը։ Իդեպ այդ երգը YouTube-ում ունի 59616 դիտում։ Շատ կարևոր ինֆորմացիա էր այս պահի համար։ Որովհետև 2000-ականներին ոչ մեկ Որ թվականն է այդ երգը դուրս եկել։ 1998 թվականին։ 98 թվականին ծափարենք Զարուհի Բաբայանին, այդ ժամանակ YouTube չի եղել, բայց չգիտենք ոնց գցել է այդ երգը։ Գցել է 50,000 հոգի ունեցել, ահա։ Ես այդ ժամանակ երևի չեմ էլ ունեցել իմ ալիքը։ Զարուհին սովորել է սկզբում Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում, հետո տեղափոխվել է 176 դպրոց, որտեղ նրա քիմիայի ուսուցչուհին էր Ռուզաննա Ռուբենովնան։ Զարուհին երգով սկսել է զբաղվել 1987 թվականին Իգիթյան գեղագիտական կենտրոնի ջազ փոփ երգչախմբում։ Զարուհու հայտնի Սոխակ երգի տեսահոլովակում նկարահանվել են ուշադրություն հայ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբերտ Արզումանյանը, Արարատ Առաքելյանը, Եղիշե Մելիքյանը եւ այլոք։ Զարուհին գործի մեջ տեսնելով հայ ֆուտբոլիստներին հասկացել է, որ նրանք ոչ միայն ֆուտբոլ են վատ խաղում, այլ նաև տեսահոլովակում իրենց դերը։ Բայց ինչի տեսահոլովակում լավ էլ խաղացել են իրենց դերը։ Դա վերջին լավ խաղացածներ նրանց կողմից։ Իդեպ Զարուհին տեսահոլովակում դարպասապահ եւ առաջարկում եմ մեր ավակականի նոր գլխավոր մարզչին ուշադրություն դարձնել Զարուհուն, որովհետեւ ինչ իմանանք, գուցե մեր դարպասապահից լավ կարողանա պաշտպանել մեր դարպասը։ 2000 թվականի դեկտեմբերի 9-ին Զարուհին ամուսնանում է եւ մեծ ուշադրություն էլի 2000 թվականին Մեղրամիս է մեկնում Փարիզ։ 2000 թվականին մարդիկ Մեղրամիսը չգիտեին ինչա։ Փարիզ եւ իր աչքով տեսնում է Էյֆելյան աշտարակի մինչեւ այսօր գործող 20,000 լույսերի վարման արարողությունը։ Ճիշտ չէ, այս ամեն ինչը։ Այսինքն առաջին մարդկանցից է որ տեսել ես։ Լույսեր ասեցիր մի կարևոր ինֆորմացիա տամ։ Աշտարակի տարեկան էլեկտրաէներգիայի ծախսը մոտավորապես 583,000 կիլովատ-ժամ է։ Դա նույնն է, ինչ մոտավորապես 200 բնակարանի տարեկան միջին սպառումը, պատկերացնում ես։ Կարևոր ինֆորներ ես դու ընթացքում ասում։ Ոգեգոցի էլեկտրոէներգիայից առաջի ամենակարևոր բանը այդ բերեց։ Իսկ դու գիտես ինչն ես ուշադիր նայում, են որ միշտ լուրերից առաջ կամ հետո կա, այսօր կհոսանքազրկվեն նոր Մարաշ։ Կողբացի փողոցի այսինչ բնակարանի։ Ֆիքսել եք, որ միշտ ձեր շենքը չի լինում, ասես կողքին ներլումը ձեր միշտ լինում է։ Լուրջ։ Մերը միշտ լինում է, հա, անկեղծ։ Դե ինչ մեծ տուն Ես ունեք։ ամենաշատ մեն հայտարարել է թվերը 35, 36, 37, ու ինքը
երևում է որ հայտարարած համամաչում է, որ տենց հերթով ինչ-որ դեր ասում է։ Համաչում է, պիտի չեն ծրագ։ 38-ում է մնում, ասում է 37, 39, 2003 թվականին Զարուհին մեկնում է Բեյրութ, Սիրիա եւ Պարսկաստան, ոչ թե քանաֆե ուտելու, ինչպես այսօր ակտուալ, այլ մենամերգներ, իսկ թե ինչու, կիմանանք Զարուհուց, ինչ մենամերգներ էին դրանք։ Պարզապես մենամերգներ, թե ինչ-որ հատուկ մենամերգներ ուղղակի զուգադիպել էր, որ 2003-ին, չգիտես ինչու, իսլամական այսպես երկրներով այդ կողմն էր ընտրել։ Հա, ինչ-որ տենց ստացվեց, ես հղի էի, որտից պետք է այդ տարի ծնվեր եւ ես այդտենց հղի այդ մենահամերգներով հերթով այդ իսլամական քաղցրավենիքներով, հա, քաղցրավենիքներով ամեն ինչով ու այդպիսի մի զավեշտ կար, բոլորը ծիծաղում էին, ասում էին տղան որ ծնվի, պիտի ասի սալամ մամա։ Եվ այս արժեքնում արդեն ծափանենք Զարուհի Բաբային, Հայաստանի վաստակավոր արտիստ, մարդ ով ունի հունիսի տենց 25-ի կողմերի ծառից քաղած ծիրանի պես քաղցր ձայն, մարդ ում առանց բառերի կարելի է ներկայացնել, պարզապես Զարուհի Բաբայան, եկեք ծափարենք։ Եվ անցնենք մեր երկրորդ հյուրին, Ռոբերտ Քոլոյան, եկեք ծափարենք։ Մարտով հիմա նստած փնտրում է իր բենդին, բայց մենակ ես դու այսօր, մենակ ես այսօր, Ռոբ ջան։ 1997 այդ հիմա են ասում։ Մի քիչ հետ նայի։ Ինչի առաջի փուլը։ Ինչի Ռոբին օգնեցիք, Ինչի Ռոբին օգնեցիք։ 1997 թվականի սեպտեմբերի 25-ին Արմենի եւ Աննայի ընտանիքում ժամը 19:53-ին քաշը 3 կիլոգրամ 400 գրամ 50 սանտիմետր ասակով ծնվում է Ռոբերտ Քոլոյանը եւ միանգամից հաջորդ տարի մասնակցում Աստղիկ նախագծին եւ գրավում 3-րդ հորիզոնականը։ Դե լավ, իրականում 2008 թվականին էր։ Դու ինչ տեսնում ես։ Հումորեր ասենք, խնդացինք։ Դե դրել եմ գոնե ինֆորմացիաներ ավակել։ Ակոնում է ինֆորմացիաներ։ 2008 թվականին էր, սուտ ա խոսում։ Ծիծաղալու չէր այդ կատակը։ Արդիկ ծիծաղացին, իսկ քո 2008-ի վրա ոչ մեկ չծիծաղացին, որտեղ դա Դե հպարտություն է դա, ոչ թե ծիծաղալու առիթ։ Այո։ Ռոբերտը 2003 թվականին հաճախել է Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։ 2000 տեսել եք միմյանց։ Նոր իմացանք նույն դպրոցում ենք սովորել։ 2007 թվականի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը, 2011 թվականի Խաչիկ Դաշնենցի անվան 114 դպրոցը, ինչպես հասկացաք Ռոբերտը ամբողջ կյանքում դպրոց է հաճախել։ Իդեպ նա այսօր հենց դպրոցից է եկել մեզ մոտ, հետո էլի գնալու է դպրոց։ Դրա հետ մեկտեղ վերջին 2 տարիների ընթացքում 107 հայկական երգի քավեր է ձայնագրել Ռոբերտը, բայց այդ 107 քավերների փոխարեն կարելի էր ունենալ 9 սեփական երգ, օրինակ։ Շատ հետաքրքիր փաստ են գտել համացանցում Ռոբերտի մասին, նրա ոտքի չափսն է 43.5-ը։ Էլի կային շատ հետաքրքիր փաստեր, բայց մենք ընտրեցինք ամենավառը։ 2024 Ամենամեծը։ Բան է։ 3.5 2024, բայց շատ լավ հարմար չափս այդ գիտես ինչի։ Բացարձակ հարմար չի, որովհետև միշտ ամենաթանկն է պատվիրելուց։ 2024 թվականի հունիսի 14-ին Ռոբերտը որպես արտիստ մասնակցում է հարսանիքը տեղի էր ունենում Տոսկանայում Սթինգի վիլայում, բայց ոչ նրա հրավերով։ Ինչ էր։ Ունենք հարսանիքի հրավեր, ու այդ հայկական հարսանիքը իրականացվում էր Իտալիայում Տոսկանայում, Սթինգի վիլայում, այդ ընդեղ ենք իմացել։ Բայց ոնց Սթինգից թաքում։ Գնաց եկեք։ Չէ, իրականում ես գիտեմ այդ պատմությունը, որ Սթինգը իր Տոսկանայի վիլան տալիս է տարեկան 3 անգամ, այսինքն երբ որ ինքը այնտեղ չի լինում, որ այդ գումարը հա, հանի է։ Ձեռի փող է, էլի։ Իսկ այնքան մեծ տուն է, ինքը ուրիշ տեղ է եղել։ Հանգիստ հարակում հարսանիք։ Տանն է եղել չել ֆիքսել, որ հարսանիք է։ Ես վակից Սթինգին չեմ ճանաչում, չտեսա։ Ես ուղակի։ Այսպես եկեք ծափարություններով դիմավորենք մարտով վերջին 7 ամսում նիհարել է 39 կիլոգրամ 800 գրամ ու այդ դեռ մենակ բեմի վրա շարժվելու ընթացքում հայ երգի cover Sonic կարելի է ասել Ռոբերտ Քոլոյան։ Ռոբ ջան, կա երգ, որ cover չեք արել։ Հա, հստատ։ Այս ընթացքում գրվածները։ Շատ աստիկի երգերի։ չեն արել։ Ինչի չեք արել։ Չեք արել։ Իմ երկիրը չի արել։ Պրոբլեմ։ Իմ ստենդափներից էլ չես արել։ Մեծ խնդրում եմ, էլի մի օր իմ ստենդափի կանանց տղամարդկանց տարբերությունները քո ոչ ասենք կանանց մտնես։ Դա չի լավ ոճով էր։ Ես ուզել եմ Ռոբի ոճը պատկերացնում։ Ռոբ, իսկ կան արտիստներ, ում երգը cover է արել, ասել մի արա։ Չէ։ Բայց Մտածել եմ, բայց չեն ասել։ Հիշետ ասեց չէ։
Բա ոնց անենք, որ մի քիչ սկանդալային ստացվի, մեզ անուններ տաս բան։ Կամ որ ասեն լավ չէր, դուրս չեկավ, էլ մի երկի։ Անկեղծ չեմ հիշում տենց բան։ Հաստատ պարզ է, որ արել եմ cover, որը այդ երկողին դուր չի եկել, վստահաբար կարծում եմ տենց բան կլինի, բայց դրա մասին չգիտեմ։ Բայց հիմնականում դրա մասին մենակ դու ես մտածել։ Հիմնականում ինչ։ Մի հատ կարելի է Զարու վրա փորձել, օրինակ, գնաս Զարու երկերից cover անես, հետո կլսենք արձագանքը։ Ռեակցիան։ Այսօր կանենք։ Բայց Աստղիկ օրինակ ինքը առաջարկում էր։ Հա? Աստղիկին ու Զարու բաբային երկերը կխառնենք իրար։ Այո։ Երկուսն էլ դժգոհ կլինեն։ Եթե միշտ Աստղիկ Բաբայանի Աստղիկ Բաբայանի երկրացանկից Խոսք գնաց Աստղիկ Սաֆարյանի մասին, եկեք ծափարենք Աստղիկ Սաֆարյանին երկրին ամենամոտ գտնվող աստղը արևն է։ Արեգակը սովորական աստղ է մոտ 150 միլիոն կիլոմետր հեռավորությամբ։ Սա էլ այն մարդկանց համար, ովքեր փնտրում են գեղեցիկ եւ ինտելեկտուալ ինֆորմացիաներ հիշաճար երեկոյի շրջանակներում, բայց այստեղ ակնհայտ այս ինֆորմացիայի մեջ սխալ կա, քանի որ մեզ ամենամոտ գտնվող աստղը հենց Աստղիկ Սաֆարյանն է այսօր։ Շնորհակալություն Ռոբերտ ջան։ Աստղիկը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 3-ին։ Աստղագուշակները ասում են, որ այդ օրը ծնված մարդկանց բնութագիրը հետևյալն է՝ տրամաբանական, վերլուծող, կարգապահ, աշխատասեր, երբեմն ինքնակնդատական։ Երբեմն չէ։ Դե ավելացրեք միշտ։ Աստղիկը 2002-ից 2007 թվականներին սովորել է տնտեսագիտական համալսարանում, որտեղ սիրելի դասախոսներն էին Տիկին Շահբազյանը եւ պարոն Քալանթարյանը։ 2010 թվականին Աստղիկը մեկնում է Բարսելոնա մագիստրոսի կոչում ստանալու համար եւ ինչու ոչ, ուղղակի Բարսելոնա գնալու եւ ֆրֆրալու համար։ Իդեպ աստղ իսպաներեն կլինի Estrella։ Estrella-ա, գրվում է Estrella են ասում։ Estrella։ Այսինքն երկու լն կարդացվում է ե։ Այո։ Ինչպես որ պաեյան։ Ինչպես որ պաեյան, այո։ Աստղիկի սիրելի դասախոսը Բարսելոնայում Մարկ Սանսոն էր, ով հմայի տղամարդ էր եւ բոլորը սիրում էին նրան։ Սա ինչ փաստ է, Աստղիկ ջան։ Հարցրել ասել եմ։ Խորնով իրար մի բացգացի։ Դե բացահայտ էր, որ հմայի Բայց օրինակ ում նման, ասենք ինչոտ էլի, sense մտ բացած, ասենք ռոբոտ։ Չէ, չէ։ Շատ նորը, թե ռոբոտ։ Դա շատ ինձ նոտ։ Ում էր նման։ Ձեր երկուսի խառնուրդի։ Ռոբոտը դառնում է իսպանացի, հմայից դասախոս գիտեի։ Եվ այսպես Աստղիկի երաժշտական կարիերան սկսվել է 2006 թվականին հայ սուպերստար նախագծից, երբ Ռոբը նամակներ էր ուղարկում այդ ժամանակ Աստղիկին, մենք այսօր իմացանք, մի քիչ հետո կբացահայտենք նամակի բովանդակությունը, արդեն ինչ էր նամյա Ռոբերտը։ Իսկ առաջին տեսալվակ Աստղիկի լույս է տեսել 2008 թվականին բոլորիս հայտնի Մեղավոր ես երգով։ Մեղավոր ես թե անմեղ Կեղծավոր ես թե Cover-ը գալիս է, cover-ը գալիս։ Անտար ես թե անտար, բայց պաստ է այն չես դու արդար։ Մենք եւ աղջիկների տարբերությունը։ Այ երկիչ երկչույններ ենք դիմում, հանեք նոր երկեր, Ռոբը կարողանա cover-ն անի, արդեն 2008 թվի երկերին ասում մարդը։ Դժվարանում է, այս մարդը պետք է փող աշխատի։ Աստղիկը թողարկել է 5 ալբոմ, 24-ից ավել տեսահոլովակ, վերջին տեսահոլովակը Հարազատ երգի հիման վրա է նկարանվել։ Աստղիկը այսօր եկել է հիշաչար երեկո եւ կապ չունի Աստղիկ ջան, մեղավոր թե անմեղ, կեղծավոր թե անկեղծ, անարդար թե արդար, պետք է պարզապես հիշես այն ամենը ինչ տեղի ունենում։ Աստղիկ Սաֆարյան, սիրված երգչու, եկեք ծափարենք։ Մինչև իրանք զրուցում են իրար հետ, մենք մի քանի բան միմյանց հետ շփվենք, Հայաստանում քեզ ավելի հարմարավետ թե Իսպանիայում։ Դե արդեն 15 տարուց ավել է այնտեղ եմ, գնում եմ, գալիս եմ, մի տեսակ ոնց որ դա դառնում է քո մի մասնիկը ու սկսում ես նույն չափ կարոտել, ինչքան օրինակ կարոտում ես Հայաստանը։ Կենտրոնից տեղափոխվել էինք Էրեբունի։ Վայ, հենց նոր է իմ մտածում, ինձ կենտրոն պատահնի։ Հիմա Էրեբունին էլ է քո տունը։ Ձեթիկին էլ տարբերությունը նույն ձև է, Իսպանիայի գիրա կենտրոնը։ Իսկ դու պատահնում լինում, որ կարոտես հայրենիք։ Իմ կյանքն էլ է տենց, միջև 25 կենտրոն 25-ից հետո պատղնի։ Կյանքը բաժանվել է երկու փուլի։ Մի 6 ամիս պատղնիում մնում ասում մի հատ գնամ Երևան էլի, կարոտել եմ։ Իսկ իսպաներեն արդեն ասել ես, վարժ խոսել սովորել։ Դե հա։ Մի հատ ոնց կլինի իսպաներեն, հիշաչար երեկո։ Հիշաչար։ Բա։ Ինչ ուզում ես Երեկոն the night-ն է, խափում է ուղղակի։ Չէ, երեկոն նոչ է, բայց հիշաչար։ Հիշաչար, ոնց կի
Չեմ կարող հիշել այդ մեր հայկական լեզվան մտածողություն գոյություն ունի, չէ՞։ Հիշել ոնց կլինի իսպաներեն, հիշել։ Ռեկորդար, իսկ չար։ Mal, recordar mal noche։ Recordar noches։ Լեզվան մտածողության մեջ չկա նման բառ։ Այո, որովհետև մենք հզոր լեզու ունեցող երկիր ենք, այո։ Հիշաչար երեկո հաղորդաշար մաքուր հայերենով։ Միշտ այդ մեկնաբանությունը կա։ Ճիշտ մաքուր հայերենով եք խոսում։ Դե ինչ, դուք դիտում եք հիշաչար երեկոն սիրելի հեռուստատիտողներ, առաջարկում եմ դուք էլ լարեք ձեր հիշողությունը եւ խաղաք մեծ հետ զուգահեռ։ Մենք այսօր կպարզենք թե մեր որ հյուրն է ավելի հիշաչար, իսկ ումից կարելի է հանգիստ պարտքով փող վերցնել ու վստահ լինել, որ չի հիշի։ Հիշաչար երեկոն ձեր ուղեղի մարզասրահն է առանց ամսավճարի։ Հիշեք, սիրելի հյուրեր, ամեն ինչ, վաստակեք միավորներ, իսկ ամենալավ հիշողություն ունեցող մասնակիցը մեզ հետ կգա սուպեր եզրափակիչ եւ հաղթելու դեպքում կստանա սուպեր մրցանակ, այնպես որ մեր կանոնները ավելի պարզ են, քան հայկական 6-8 երգերի տեքստերը։ Եթե պարզ է ամեն ինչ, եթե պատրաստ եք, եկեք սկսենք։ Ես պատրաստ եմ։ Ճարներս ինչ ծափարություններ եւ առաջին փուլ։ Կապենք սրտեր ծանոթությունների կայքը ներկայացնում է իր նոր փեսացու Վաղարշ Հակոբյանին։ Վաղարշը 47 տարեկան է, հասակը 1 մետր 64 սանտիմետր, քաշը չի ցանկացել նշել։ Աշխատում է Բետա բանկի տնօրենների խորհրդի հետ ընդհանրապես կապ չունեցող թերթի կրպակում։ Փնտրում է 20-ից 56 տարեկան գեղեցիկ արտաքինով, հաստ մատներով եւ նորարարական գաղափարներով աղջկա։ Վաղարշը պատրաստ է սիրել նրան ամբողջ կյանքում եւ ամեն օր նվիրել 5 վարդ, 3 կակաչ եւ 1 կալա ծաղիկ։ Վաղարշի կյանքի կարգախոսն է. Ինձ տվեք եւս մեկ շանս, խնդրում եմ։ Գեղեցկուհիները կարող են ուղարկել իրենց կենսագրականները մեր էլեկտրոնային հասցեին կապենք սրտեր 87շնիկնամակ.com։ Կապենք սրտեր ծանոթությունների կայք։ Քարկապ կգցենք ձեր հարաբերությունները։ Ցանկանում եք գտնել ձեր կեսին, զանգահարեք 058 16 16 28։ Շատ երկար առաջարկներ էր, բայց Այսքան ուղղակի հիշելը։ Բա, հենց դրա համար էլ կոչվում է հիշաչար երեկո եւ մենք ասում ենք առաջին փուլի հարցերին, առաջին փուլում ամեն ճիշտ պատասխանը 100 մեգաբայթ, ինչի մեգաբայթ օրինակ Ռոբջան ըստ քեզ։ Հիշողությունը լցվում է։ Այդտեղ չգրավիշ։ Շատ պարզ Զարան, որ հիշողություն չես։ Տեղ չգրավի շատ, 6 րոպե հետո զորը։ Իմ նիկվայս ջահելություն է։ Այ մինչև մի բան անում են 10 անգամ դու կանես կվերցնես։ Ասեք ջան, լավ ես։ լավ են։ Լավ, ինձ թվում է պայտակ պետք է ասիկին հարցեցան, որ հիշի որ ստեղ։ Ուզում հասկանամ ես ինչի եմ այստեղ, որովհետեւ Յուր ես ցավը տան։ Հա, այդ հասկացել եմ։ Ուզում եմ հասկանամ ինչի եմ ընդունել առաջարկը, որովհետեւ ես աշխարհի ամենամոռացկոտ մարդն եմ։ Այնքան մոռացկոտ որ չի հիշում ինչի ընդունել Այնքան առաջարկը։ մոռացկոտ եմ, որ անգամ չեմ հիշում ումից եմ նեղացած, որ գոնե մի քիչ սառը բարև եմ։ Նորոից։ Նեղացած է։ Հեսա, վերջանա, կարող է եւ քեզնից նեղանամ։ Գրիգ ջան։ Առաջին հարցը Զարա Բաբայանին հնչում է այսպես. որքան տվյալ կարող է պահել մեր ուղեղը։ 70,000։ 70,000 մեգաբայթ։ Ես հատուկ եւս մեկ անգամ ասիկը, քանի որ շուտ եմ մոռանում, նայ կանոնները։ Որ ասում եմ Զարա, այդ նշանակում է Զարան է պատասխանում։ Հասկացանք, լավ։ Հիմա հարց, այմ ասում եմ Ռոբ, ով է ըստ քեզ պատասխանում։ Շատ ճիշտ է։ Հարց Ռոբին, որ թվականի եւ ամսի քանիսին է նորոն գնել իր տաբատը։ 2024 թվականի մարտի 24-ին, չգիտեմ։ Չէ, ամառ է։ Սխալ պատասխան իրականում հուլիսի 2-ին պարզ երևում է, այդ ինչի է շալարը։ 44500։ Այսպես հարց աստիկին մեր խաղի կանոնները ավելի պարզ են, քան ինչը։ 6-8-ի երկերի բառերը։ Գոյ մեգաբայթ, բայց ես չեմ կարող։ Այս հեշտերն են հիմա։ Հարց Զարուի Բաբայանի ժամը քանիսին էր ծնվել Ռոբերտը։ Սկսվեց բարթերը։ Այսպես որ նայում ես քանիսին ծնված կլինի։ Գիտես ավելի շատ առավոտ է ծնված յանը, տենց։ Ոտը կախ Գիշեր է ծնվել։ Երեկոյան։ Տեսնես քանիսին։
Չէ, երեխեք չեմ հիշում։ Հարմար ժամա ծնվել։ Հարմար ժամ, երեկոյան 10-ին, 7-ից կես, չէ։ Այս կլոր ժամերի Ինձ թվում է հնարավոր չի լավ այդ թիվը հնարավոր չի հիշել 8-ից 7 պակաս է 19-ից 53 53 ճիշտ պատասխանը ցավոք չկա ճիշտ պատասխան հարց Ռոբերտին աստղագուշակները ինչ բնութագիր էին տալիս աստղիկին նշեք գոնե երկուսը Այդ են ամենասկզբիններ, որ ասեցիք։ Այդ են որ այսօր էր։ Աստղիկին նկարագրելու։ Ես չեմ լսել, որ աստղագուշակներն են տվել։ Ես աստղիկի մասին աշխատում եմ չլսել։ Ես աստղիկին մենակ նամակներ եմ գրում։ 2006 տվից ենքով մենակ աստղիկին արձագանքեց Գրիգի ասացին, ասեց այո, ես այդպես եմ։ Արեգակնային Այո, ճիշտ բան է ասում Նորային։ Արձագանքեց Գրիգին, ասեց այո, ես երբեմն չեմ։ Ասեց երբեմն չէ, միշտ։ Որ ինքը անընդհատ Կոչի ինչ-որ մի բանի Այդ ոնց է կոչվում մեկ բառով։ Ինքնակննադատ։ Դա մեկ եւ երկուսը։ Ինքնակննադատ ինքն էլ ասեց միշտ։ Օրինակ աստղիկը ինչ ձևի մարդ է։ Լուսավոր։ Դե արդեն քո ֆանտազիան։ Այդ աստղագուշակը չէ։ Չի հիշող։ Արդեն նամակը տես գրում։ Չէ։ Բան։ Բայց ինչ նշվեց այնտեղ այդ Ես հայտարարակ եմ անում 3-2-1 3 մի բան ասա 2 մի բան ասա մի բան Օրինակ շատ 1 ուշացող։ Չէ։ Ուշացողը գիտեմ ինչ ասեց Ռոբերտ իրական։ Այսպես ընդհակառակ տրամաբանական վերլուծող կարգապահ աշխատասեր այսպիսի բնորոշում Երբեմն ինքնակնադատական, բայց պարզվեց միշտ։ Միշտ։ Այո, հարց աստղիկին որ համարի դպրոցներում էր սովորել Զարուհի Բաբայանը։ Ոյ։ Մեկը դե համել համատեղության կարգով Ռոբեն տեղ ուսմասվար էր։ Այդ որն էր։ Նիկոլաուբանյանի։ Չէ, համարներն են։ Այո, համարներ։ 11։ Չէ։ Մեկը ավելի շատ նենց հավերժության կողմ գնացող դպրոց էր։ Պուշկիններ չէ դա։ Այո, Պուշկին է։ Պուշկինի թիվն է պետք է հիշել։ Պուշկինի թիվը։ Հավերժություն։ Ես այդ հաշվարկը սկսում եմ, ես Ավելի դաժան հավերժության։ 3 2 Չունես մեծ թիվ էր։ Դե ուրեմն չեմ հիշում, չէ։ Ցավ տանեմ։ Չեմ։ Դու հիշում ես, չես Արջան։ 176 իրականում 176։ 74-ը կողքներ։ 8 եւ 176, 8-ը ճիշտ է։ 8-ը ճիշտ էր փաստ։ Եվ այսպես հարց Զարուհի Բաբայինին ինչ էր աստղիկի սիրելի դասախոսի անունը Բարսելոնայում։ Իմ ու Նորոյի միքսը։ Մարկը ճիշտ է։ Սակոս, Չէ, սկզբից ճիշտ է։ Դավես սկսել։ Մարկ, Էդի մորա, էդի ճիշտ է։ Էլ մի ասա այդ։ Սխալ չասես։ չէ, հիշում եմ։ Այն որ ձեր խառնուրդներ, Այո, շատ մի հատ Նորոյին այ մի հատ ինձ հասկացի ով է։ Մի հատ տառես խալ ասել սկզբից։ Այդ սկզբից ասա։ Սա Չէ, չեմ հիշում ուրեմն։ Մարկ Բայց շատ Սանսոն։ մոտ է, շատ մոտ։ Samson չէ, Sanso։ Մարկ Sanso, այո։ Այսպես հարց Ռոբին, որքան էր Էֆելյան աշտարակի լույսի ծախսը ըստ Նորոյի։ Կյանքում չեմ հիշում։ Կարամ ասեմ, կարամ, չէ, կիլովատ ժամով չասեմ 200 ընտանիքի, չէ, 200 տան Տարեկան, բայց հարցը ուրիշ է, կարծում եմ, չգիտեմ։ Դու ինչ-որ սոցիոլոգիական բան ես հիշել։ Դա իմ համար դա ավելի կարևոր։ Գոնե մի բան հիշել է։ Կարելի է պատասխան ընդունել։ 86, Սանսոնը չի հիշում, ինչ կարևոր 586 Զարայի հետ ասում ենք, նույն դպրոցից։ 580 Վերջի թիվը փոխում ես 3 2 1 8000 Ոչ, 583,000։ Շատ པարզ էր։ Հարց աստղիկին որ թվականին Ռոբերտը մասնակցել աստղիկ մրցույթին։ Ծնվելուց մի տարի հետո։ Ես հետո ուղեցի։ Հետի 2008 2800 մեգաբայտ աստղիկ Սաֆարյանի։ Եվ այս փուլի վերջին հարցերը Զարուհի Բաբայինին առաջինը ինչպես էր ծանոթությունների կայքի անունը։ Ինչ կլիներ օրինակ։ Հա? Ես էլ չմտավ։ Միակ հարցը, որ հիշել եմ, Դու հիշել ես, հեսա կգա քո պահը, սպասի, ես ազգային պատ գալիս։ մի րոպե, ու ինձ թվում է կապվող սրտեր։ Բայց շատ Կապող թե կապվող։ Մոտ ես։ Կապող սրտը չի, սրտերը ճիշտ է, կապը ճիշտ է։ Արագ։ Կապենք։ Կապենք սրտերը 100 մեգաբայտ։ Եվ այսպես հարց Ռոբերտին, ինչ էր վաղարշի կյանքի կարգախոսը։ Ով է վաղ։ Ամուսնացողը ոնց։ Ես հիշեցի, ոնց մի բան կա։ Փոքրիկ հուշում։ Նայ, օրինակ ես Նորոյի աշխատանքի ղեկավարն եմ պատկերացնեք, ասում եմ հեռացնում եմ քեզ, դեմքը նայեք, ինչ ասում։ Նայ,
Ինչ ասում։ Խնդրում եմ։ Մի շանս։ Հնարավորություն տվեք։ Okay. Ինձ տվեք եւս մեկ շանս, խնդրում եմ։ Ճիշտ պատասխան եկեք հաշվենք 100 մեգաբայթ Ռոբին եւ այս փուլի վերջին հարցը Աստղիկին Աստղիկին էլ պետք է ուշենք SP փուլում, այո, ինչ էր ծանոթությունների կայքի կարգախոսը։ Ես ձեռքով փորձեմ քեզ ուշեմ։ Նայ։ Մենք կապում ենք։ Տես, ես կանեմ, էլի ես լավ եմ, տեսա։ Լավ արա։ Կապում ենք ձեր սրտերը։ Չէ։ Հենց կոնկրետ ինչն ենք կապում սենց։ Քար կապում ենք։ Ձեր սրտերը։ Չէ։ Սիրտը դե ինչ։ Սիրտը կա, սիրտը բառը կա։ Սենց այսի է ճիշտ է։ Քարկապում Այս ինչա։ Սիրո մարդկանց Մի քիչ ուշացած կրակա դառնալու։ Նայ, քարկապը ճիշտ է։ կապում ենք մարդկանց ձեր Ինչը։ ասում եմ ձեր ասում եք չէ։ Ձեր։ Ինչ։ Հարաբերությունները։ կյանքը։ Ճիշտ է Աստղիկ ջան։ Աստղիկը ճիշտ է ասել, լավ։ Արդար ամենակարևորը 100 մեգաբայթ Աստղիկ սապայն եկեք ծափարեն։ Մի գրի, հիմա ուզում ես գրես մի հուշեք։ Մենք հուշում ենք ախր երրորդ մենակ վերջի փուլում հուշեցինք, ճիշտ է։ Այո։ Եվ ամփոփենք առաջին փուլի միավորները։ Եվ այսպես։ Զարուհի Բաբան 200 մեգաբայթ։ Վաու։ Ռոբերտ Խոլյան 100 մեգաբայթ։ Հա։ Եվ Աստղիկ Սաֆարյան ամենաչհիշող մարդը 300 մեգաբայթ եկեք ծափարեն։ Ես չեմ կարա։ Եվ կամած գլորվենք դեպի երկրորդ փուլ։ Եվ այսպես երկրորդ փուլում արդեն աշխատում է նորոն ձեր դեմ, քանի որ այստեղ տրվում են հարցեր բացարձակային խոսակցություններից, ինչի տեղի ունեցավ առաջին փուլում, այսինքն եթե ձեզ թվում էր նորոն այս թանկանոց բացովի կոմպյուտերով ուղղակի նստած է բարի բաներ է անում, ոչ, նա բարդ հարցեր է կամ գուցե հեշտ հարցեր ձեզ համար լինեն, ձեզ համար կազմել եւ ես առաջարկում եմ նոր ջան, քանի որ մեզ կոմենտներում շատ են գրում, շատ մի հուշեք խաղի հավեսը կորում է, այսօրվանից մենք լինենք ավելի Ջղային։ Ջղային չէ, Բայց ինչի հենց այսօրվա մյուս հաղորդումից ժամանակ պետք է մյուսից չէ։ Մյուսից, էլի գրեք մյուսից։ Անկամ մյուս մասնակիցներն են համաձայն որ մյուսից։ Բայց քանի որ այստեղ մենք ենք որոշում, հենց սրան։ Եվ առաջին հարցը եւ այսպես արդեն ամեն ճիշտ պատասխանը 200 մեգաբայթ։ Այստեղ ավելի կենացները քաղցանում են։ Երկրորդ փուլի հարցերն արդեն։ Եվ առաջին հարցը Աստղիկը նշեց էլեկտրոէներգիայի անջատման հետևանքով հայտարարությունների մասին բնակարանների թվեր, որ բնակարանների թվերը նշեց Աստղիկը։ Ոյ, անգամ ես չեմ հիշում։ Բայց նորմալ է որ դու չես հիշում, քեզ չենք տվել եթե չեմ հարցը։ սխալվում 34-ից սկսեց։ Շատ մոտիկ ես։ 34, 35։ Դեսած չէ։ Շատ մոտիկ ես։ 34-35 ասել է։ Ահա։ 36, 37։ Վերջ։ Ո՞ր պատասխան հաշվում եք։ Ճիշտ է պատասխանը 200 մեգաբայթ։ Ֆանտաստիկ է։ Ապրես։ Բրավո։ Հարց։ Ռոբին, ինչ պետք է ասեր Զարու տղան ծնվելուց։ Սալամ մամա։ Սալամ 200 մեգաբայթ։ Հարց Աստղիկին, որ թվականին էր լույս տեսել Զարու երգը, որից մենք խոսում էինք։ Լեգենդար Շալախոն։ Մի րոպե։ Ֆանանա ֆինանա։ 98։ Ֆան, ինչ։ 98։ 98։ Այո։ Բրավո։ Ճիշտ պատասխան։ Լավ հիշում ես։ Բայց չասես նորիկ, ով որ ասում է գալիս հաղթում է։ Նորիկը։ Իսկ ռուսերից դասախոսներ եկել ասում։ Նորիկ։ Նորիկ, նամնու մալչի է դա։ Նորիկ։ Եվ այսպես հարց Զարուհի Բաբանին ինչքան ժամանակ է Աստղիկը ապրում Բարսելոնայում։ 15 տարի։ 15 տարի, 200 մեգաբայթ։ Հարց Ռոբերտին, ըստ մեզ, մեր անգրագետ իսպաներենի, ինչպես էր հիչաչար երեկոն իսպաներեն։ Ոյ։ Ռեյով է սկսվում այդ հիշ։ Չէ, ես իմ ինչ նոչեն ասել եմ նայք հիմա մնացել է երկուսը։ Ռեկոր դելի եթե ռեկոր նոչե։ Ռեկորդար մալ նոչե մոտավորապես այսպես էր հնչում։ Այդ հորինվածքը Ռոբ ջան կներես դե հիմա ուշադիր եղել է մեր անգրագետն է։ Որովհետև Ռոբը անգրագետ բաներ չի սիրում։ Եվ այսպես հարց Աստղիկ Սաֆարյանին մարտի
քանիսին էր ըստ Ռոբերտի գնել նորոն իր տաբատը։ Չեմ կարող օգնեմ, չեմ հիշում։ Թիվ ասեցի, չի դու։ Հստակ ասեց։ Այո, Նույնց էլ ասեց։ հուլիսի 2 պետք է լիներ, բայց ինք ասեց չէ, մարտի 20 Մարտի 24 200 մեգաբայթ եւ այսօրություն չունի ասկի, բայց լավ ինտուիցիա ունի։ Հարց Զարուի Բաբայանին ըստ մեզ ում երկի cover տարբերակը պետք է անի մյուսը Ռոբը։ Աստղիկ Բաբայան։ Օյո, 200 մեգաբայթ Զարուի Բաբայան, բրավո։ Բրավո, հրաշալի էր հարց Ռոբին Աստղիկը անգամ ինչ չի կարողանում հիշել ըստ իրեն։ Երկի բառերը։ Չէ, թե Չեմ հիշում։ Չէ, եթե չեն հիշում, ասում ենք 0 միավոր։ Հա, 0 միավոր։ 0 միավոր, այդ լավ է հիշում։ Ասա, Աստղիկ ջան, դու չես հիշում անգամ թե Չեմ հիշում անգամ թե ումից եմ նեղացած։ Այո, անգամ սառը բարև եմ անգամ չես հիշում ումից է նեղացած։ Օհ, նույնիսկ։ Եվ վերջին հարցը Աստղիկին, ըստ Զարուի Բաբայանի ինչ չի սիրում Ռոբը։ Ինչ չի սիրում Ռոբը։ Ահա։ Տենց բան հնչել։ Մի րոպե առաջ եղավ։ Ասել ես գրել։ Այսպես ծուղակ բանել է լինում։ Հետ հաշվարկ 3 2 1 Երկու բառից է Զարուի կազմված։ Բաբայանի Ռոբը չի սիրում։ Անգրագետ բաներ։ Շատ նոր էր, շատ նոր։ Okay։ Ավարտվեց երկրորդ փուլը։ Ամփոփենք։ Ամփոփենք, ինչու ոչ։ Եվ այսպես Ռոբերտ Քոլոյան 300 մեգաբայթ, բրավո։ Բրավո։ Մարդ հիշողություն։ Բարդ։ Աստղիկ Սաֆարյան 700 մեգաբայթ։ Նորմալ է, աչի։ Եվ Զարուի Բաբայան ուշադրություն 800 մեգաբայթ։ Եվ այսպես մենք հասանք երրորդ փուլ մեր հրաշալի մասնակիցների հետ, այստեղ արդեն ամեն ճիշտ պատասխանը 300 մեգաբայթ է։ Եվ այս փուլի կանոնները այսպես են. 3 տարբերակ կա խաղալու, վիդեո հարց, միանում է վիդեո, դուք պետք է ձեր տեսածը եւ լսածը հիշեք։ Երկրորդ տարբերակը դա ձայնային հաղորդագրություն է, միանում է ձայնային հաղորդագրություն եւ պետք է հիշեք։ Եվ նորո GPT տալիս եմ նորոին հարցեր, նորոն ինչ ուզում է պատասխանում է, դուք պետք է հիշեք։ Ամեն մեկը կարող է 1 բաժին ընտրել, ըստ մեր խաղի կանոնների առաջին ընտրելու իրավունք ունի ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը դա Զարուի Բաբայանն է, Զարջան։ Ես կընտրեմ վիդեո տարբերակ։ Վիդեո տարբերակ Զարուի Բաբայան, վատ չէ։ Երկրորդ ընտրում է Աստղիկը, մնաց ձայնային եւ նորո GPT։ Նորո երևի։ Նորո, այո, նորիկ, ավելի ճիշտ, դասախոսի կեսը։ Դու Մտածում եմ ճիշտ Ռոբ ասած։ ջան, Մի րոպե ժամանակ դու կարող ես ասեմ։ Ընտրել կամ ձայնային, կամ ձայնային։ հաղորդագրություն։ Ձայնային է, դժվար ընտրություն էր, բայց ձայնային հաղորդագրություն է ընտրում Ռոբը եւ մենք բնականաբար սկսում ենք առաջինը Զարուի Բաբայանից, որտեղ նա առաջատարն է։ Զարջան, ուշադրությունը քո էկրանին։ Trallallero trallallà, tung 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 sahur, bombardiro crocodilo, la vacca Saturno Saturnita, brr brr patapim, liri li lari la, ballerina cappuccina, oi oi oi, burrito bondito, trippi troppi, troppa trippa, burr baloni lulilolli, capibarrello cocossini. Եվ այսպես, առաջին հարցը Զարջան, ինչ գույն ուներ առաջին հերոսի սպորտային կոշիկները։ Կապույտ։ Ինչ կենթանու եւ մոլորակի միաձուլում էր լավակա Սատուրնո Սատուրնիտան։ Այ, Սատուրն մոլորակ է։ Եվ ինչ կենթանու։ եմ ուզում հիշեմ։ Կով։ Այո։ Լավ չես դիմում։ Առաջին անգամ ենք տեսնում կով խաղացող նորիկի։ Բայց մի հատ իրար է տասա, այսինքն պատասխանը։ Սատուրնը եւ Կովը։ Այո։ Եվ վերջին հարցը 300 մեգաբայթ քանի անգամ էր հնչում Թուն Սահուրի անվան առաջին թունը։ Պետք է քանի հատ թուն էր գրված։ Հետո փոխվում է, չէ՞, թուն չէր ասում արդեն։ Հետ հաշվարկ 3 Ես 8։ Ցավոք, մի թուն քիչ ասացիր։ Մի թուն, թուն մի թուն քիչ ասացիր։ Մի թուն։ Ինչու՞ էր այսպես, թուն Սահուր։ Այսպես էր, ինչու՞ մի դեպ թուն Սահուրը լուրջ կոնֆլիկտների մեջ է Բոմբարդինո կրոկոդիլոյի հետ։
Դե ինչ, այս փուլում Զարուհի Բաբայան 600 մեգաբայթ եկեք կապարենք, քիչ չէ այսօրվա դրությամբ եւ Աստղիկի երթն է եկել երրորդ փուլին, նա ընտրել է Նորո GPT-ին, ես տալիս եմ Նորոյին հարցեր, Նորոն պատասխանում է ինչ ուզում է, Նորոն մեր նոր արհեստական ինտելեկտն է։ Առաջին հարցը Նոր ջան քեզ։ Ինչ ձայներ ես հանում քնած ժամանակ։ Մույժ։ Քեզ նվիրած ամենաանսպասելի նվերը։ Դհոլ, որի վրա կար կակաչ։ Ինչ վերնագիր կունենար քեզ նվիրված երգը։ Տղան, ով ծախսեց 43000 դրամը։ Ո՞րն է Նորոյի սիրելի 3 տառը։ Ց, տյուն եւ ցո։ Որ հայկական ֆիլմում կցանկանայիր նկարանվել։ Տժվեժիգը, գայով։ Ինչ կլիներ քո հեղինակային հաղորդման անունը, եթե ունենայիր։ Աշխարհի ամենաուժեղ հաղորդավարը։ 3 ամենաչսիրելի ազգանունները քո։ Գևորգյան։ Բաբայան Սաֆարյան։ Լավ, Քոլոյանի համար գժվում ես, հա։ Ոյ կոլոյան ասում ես նայ չէ բլու։ լավ նորիկ ջան։ Ես կասել եմ արա նորիկ այս ձև անգամ։ Եվ այսպես ասա գեղեցիկ բառը ինչպես կլինի ճապոներեն։ Իցունքը։ Եվ ինչպես կուզեիր լիներ քո անունը, եթե ոչ Նորո։ Նորիկ, իհարկե նորիկ։ Վերջ, այսքան էր կարողանում մեր արհեստական ինտելեկտը անջատվի դու։ Վերջ։ 3 հարցը հնչելու այս պահին եւ 3 հարցերից ամեն ճիշտ պատասխանը քեզ կբերի 300 մեգաբայթ։ Եվ այսպես հնչում է հարցը այսպես։ Որոնք էին Նորոյի սիրելի 3 տառերը։ Ց, ցոն, տյուն, Այո, ճիշտ է, Ց, տյուն, ցո։ Այո, 300 մեգաբայթ Աստղիկ Սաֆարյան։ Հրաշալի է։ Ո՞րն էր Նորոյի ստացած ամենաանսպասելի նվերը։ դհոլ, կակաչով։ Կակաչե դհոլ։ Այո։ Ճիշտ պատասխան։ Ո՞ւմ ինչ արեցով են քեզ նվիրել։ Իմ հետ կապ չունի, դա արհեստական ինտելեկտն է։ Վերջին հարցը հնչում է այսպես. ըստ Նորոյի ինչպես էր գեղեցիկ բառը ճապոներեն։ Իջունքը, ինչ։ Մոտիկ ես, բայց Իջուն, Այդտենց է սկսում։ վերջնական տարբերակ։ տենց ինչ-որ իջունքը, տենց ինչ-որ բան եմ հիշում, բայց թե հստակ թե Ճիշտ ենք բնականա համարում, թե չէ, չգիտեի։ դու որպես ճապոներենի Ճիշտ վարպետ։ ասեմ ոնց էր, իցունքը, բայց գեղեցկությունն է նշանակում իր ասածը, հենց որ կարելի համարել ճիշտ։ Լավ, ճիշտ էր պատասխանը։ Մեծ մասը հիշում եմ ամենայն դեպս։ Պատասխանը 900 մեգաբայթ է վաստակում, հնարավոր ամենաշատը այս փուլում։ Բրավո։ Եվ Կարա չմիացնեք, եկանք դուս եք հասանք արդեն։ ամենաուրախ պահին Ռոբերտ Քոլոյանը եւ իր հիշողությունը միմյանց դեմ։ Ուշադրություն։ գնաց։ Մարիշ ջան, բարև, Էլինանա, լսի պատվերները կարգեմ բերում, նոր ծաղիկներ պիտի վերցնենք խանութի համար։ Ուրեմն նաև վերցրել եմ 20 հատ սպիտակ հորտենզիա, շատ նուրբ ու էլեգանտ են, հաճախորդները հաստատ կհավանեն ու կգնահատեն։ Մեկի գինը 3500 դրամ է, ընդհանուր 70000 դրամ։ Հետո պատվիրել եմ 35 հատ պաստելային վարդ, տարբեր երանգներով, բաց վարդագույն, նուրբ դեղին ու մանուշակագույն։ Մեկը 850 դրամ է, ընդհանուր 29750 դրամ։ Բացի այդ վերցրել եմ 15 հատ սպիտակ լիլիում, որովհետև վերջին խմբականակը մի քանի օրում լրիվ սպառվեց։ Բույրը շատ մեղմ է, հաճախորդները միշտ հարցնում են։ Մեկի գինը 2000 դրամ է, ընդհանուր 30000։ Ու վերջում էլ մի քիչ էկզոտիկ ծաղիկներ եմ ավելացրել, 10 հատ խոլորձ, 20 կապոց էվկալիպտի ճյուղ, որ ավելի յուրահատուկ կոմպոզիցիաներ ստանանք էլի։ Ամբողջ պատվերը կազմեց 198750 դրամ։ 198750 դրամ է։ Ճիշտ է, բայց քանի հիշում ես միանգամից առաջին հարցը։ Որքան էր հորտենզիա ծաղկի մեկ հատի գինը։ Արտենզյան որը ասեց առաջին, թե որտե առաջին։ Սկիզբներ։ Երկուսն էլ ասա, եթե մեմոնցելի մեկը ճիշտ կլինի, կհաշվի։ Գիտես հիշում, հա։ Հենց իբր Նրանք ինչպես առաջին ու երկրորդը են։ Մեկը գինը ասա դե, եթե 3500 դրամ։ Էս ի՞նչ ձև հուշեցին զգացի, բայց ասած Բայց շատ լավներ դե 3500 դրամ։ Մյուսը ես ասիկի սենց եմ ուշելու։ Արի մտքի համար 400 մեգաբայթ տանք, էլի, մտքի համար 400 մեգաբայթ։ Հաջորդ հարցը տեսնենք ինչ ձև կշարունակի ուշել, դասի արդեն հետաքի դառնում։ Գիտես, թռնում ոնք։
Մյուսը, ինչ էր աղջկա անունը ում զանգարել էր Էլինան։ Մարի։ Մերի։ Չէ։ Մարի, բայց հետո Վերջում փապկացրու։ Մարիա։ Չէ, Դե չես փակվածում, դա արդեն Մարիշ։ սա շատ հուշած էր։ չէ, Էսի չեն։ Ժամանակն է որպեսզի մի անգամ Զարա բաբան հասկանա որ պետք չէ ձևը։ Բայց ես բան չես Բայց բան չես ասել, ասեց Օրինակ լավ, եթե էսի ոչի մաչի, Չեմ ասել դե դա։ Չէ, ես եմ ասել տենց։ Էդ ինքը տենց։ Մեկը ես եմ դուրս գալու։ աստիկ հաշվենք թե չէ։ Դե հաշվենք։ Ես նա վերջինը չի ասել, եսի հաշվենք վերջինը։ Լավ։ Խոսք ենք տալիս չենք հուշում։ Վերջինը խոսք ենք տալիս չենք հաշվում։ Լավ։ 300 մեգաբայթ։ Սիմետրիան պահել։ Զարան մեջկանցա, Ռոբ ջան երկի տնենք կպտտվի։ Եվ այսպես, քանի պաստելային վարդային նվիրել։ Պատկեր։ Տեսան ձեռը։ 3, Չէ։ 13։ Շատ զոր մաթեմատիկական արագ հաշվարկներ այս Ռոբը, իսկ ճիշտ պատասխանն էր 35։ 700 մեգաբայթ վաստակեց, եկեք սապարենք։ Եվ եկեք ամփոփենք երրորդ փուլից հետո միավորները։ Զարուհի Բաբան 1400 մեգաբայթ։ Աստիկ Սաֆան 1600 մեգաբայթ։ Եվ միանձնի առաջատար։ Եվ մեր խաղի առաջատարը 24 միավոր։ Ռոբերտ Կոլոյան, ուշադրություն 1000 մեգաբայթ։ Ռոբ ջան, ցավոք սրտի վերջին խոսքը, վերջին cover-ը։ Չէ, անկեղծ շատ կայֆ էր, շատ ուրախ եմ, որ լիքը բան չհիշեցի։ Գնում եմ ընդեղից նայեմ, էլի։ Անկեղծ շատ հետաքրքիր է։ Քանի որ մեր նախագծում հիշողության մասն է, մեր ցանկացած նվեր հիշողության հետ է կապված, ես քեզ ուզում եմ այս հիշողությունների մեջ։ Հիշեք սիրենի Բիլիեն Տետրիսը, ես քեզ ուզում եմ սա նվիրել, փոխանցել, կարող ես միացնել։ Այս ռարիտետնի բան է։ Դե կարաս այն տեղը Կարաս այդ բանտը Այո, Ռոբը արդեն մեծ երկու Սենց ասեմ, մերսի շատ գնում եմ ես խաղը խաղալու։ Ռոբը ունի արդեն Տետրիս եկեք ծափարենք եւ կհանդիպենք եզրափակիչում Զարուհի Բաբանի եւ Աստղիկ Սաֆարյանի հետ։ Եվ այսպես, եթե պատրաստ եք, ես չեմ ասում ինչ է տեղի ունենալու, կսկսվի տեղի կունենա, պարզապես պետք է լինեք ուշադիր։ Եթե պատրաստ եք, մենք սկսում ենք։ Պատրաստ ենք։ Արի։ Հեսա Լիլիթ ջան, այս տարածքն է։ Ուրեմն այս տարածքը պետք է նկարենք։ Այստեղ հիմա բարև ձեզ նկարը հանում է գնում, բայց 23 րոպեից ավարտում են, կապ չունի, չենք հանգարել, մենք կանենք նկարենք։ Պատրաստ ես։ Գնացինք։ Բարև ձեզ, ես Արմենն եմ, ես մի հատ էլ պատրաստ ես։ Գնացինք։ Բարև ձեզ, ես Արմենն եմ, ես այստեղ եմ իմ լավ ընկերոջ հետ, Լիլիթի, Լիլիթ քեզ ցույց տուր։ Ահա, Լիլիթը ինձ հետ է, մինչև մեր վիդեոները տեսնելուց հետո մի տղա չի հավանելու նրան եւ ամուսնանան նրանք ու հետո խանդի չթողի մեր հետ նկարվի, արդեն 4 աղջիկն ենք, էլի ես փոխում։ Ինչ անենք, ստիպած պիտի ուրիշ աղջկա մագանք։ Լավ, շարունակում ենք։ Վաճառվում է բնակելի տարածք Երևանի սրտում, հենց ցախ փորոքին կպած։ Տարածքը 119 քառակուսի մետր է, բայց նենցը հենց քառակուսի չի, հենց ուղանկյունա, չգիտեմ ինչ են տենց քառակուսի ասում։ Տարածքը գտնվում է Ագաթանքեղոս Նանսեն խաչմերուկից ընդամենը 50 մետր հարավ-արևմուտք գտնվող հատվածում։ Տարածքից խնդրում եմ նկարի պատուհանը, խնդրում։ Տարածքից հիանալի տեսարան է բացվում, պատուհանից տեսեք ինչ տեսարան է բացվում դեպի փայտամշակման գործարան, այ որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մեր Արտաշենց խաղողի այգիներ, այ Արտաշենց խաղողի այգիներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ, Արագած, Հատիս եւ Փամբակ լեռները։ Այ եթե Արտաշը 1996 թվականին իր 40 մետր քառակուսի անոց ավտոտնակը չկառուցեր, այնտեղից արդեն Կիլիմանջարոն էլ կերևար։ Պետք է կողմից, այստեղից պատրաստ գնի պահնա, սկսեցինք։ Պատրաստ ես։ Գինը ընդամենը 48 միլիոն 169 հազար դրամ։ Տարածքը ապահովված է շինարարական լավ բառերով, այն որ իտալական մանրահատակ, իսպանական ցնցուղներ, ճապոնական էլեկտրատեխնիկա, ռուսական բաղնիկ, հայկական աղմուկ, ֆինական պատուհաններ, որ չլսվի հայկական աղմուկը։ Հրաշալի տուն, հրաշալի տարածք։ Այդ ինչ եղավ։ Լիլիթ ջան, ինչ եղավ։ Լիլիթ, էս նայ, տեսան էլի։ Հերթական մարդն ես, գրիկ ջան։ Ասենք 4-րդ աղջիկն եք փոխում, ասենք 5-րդին է պետք ճարել։ Կարող է դու նկարես։
Չէ, ես չնկամ, դու նստի։ Եվ այսպես, քանի ինչ-որ բան հիշում եք, ես առաջարկում եմ անցնենք հարցերին, ես տալիս եմ ձեզ գործիքներ, նոր գործիքներ։ Ընտրեք որևէ մեկը գործիքներից, եւ այսպես, ես տալիս եմ հարցեր, առաջինը ձայն հանած մասնակիցը ստանում է հնարավորություն պատասխանելու, ուշադրություն ամեն ճիշտ պատասխանը։ Այո, առաջինով փչեց։ Ամեն ճիշտ պատասխանը 400 մեգաբայթ, եթե պատրաստ եք, գնացինք։ Քանի րոպեից ըստ մեր հյուրի պետք է ավարտվի մեր նկարանումը։ Զար 23 400 մեգաբայթ Զարուհի Բաբայան։ Հաջորդ հարցը որքան քառակուսի մետր էր վաճառվող տարածքը։ Յո 119 119 400 մեգաբայթ։ Մենք գործի մեզ մոտ։ Եվ այսպես բացվում էր բնականից հիանալի տեսարան դեպի ինչ գործարան։ Փայտամշակման Իրար հետ եք գրել 400 մեգաբայթ Զարուհի Բաբայան։ Հաջորդ հարցը ինչ դանակների հավաքածու էր։ Սուր 400։ Հաջորդ հարցը որ խաչմերուկից 50 մետր հարավ-արևմուտք է գտնվում փողոցը։ Որ խաչմերուկից։ Էսի ամբողջ մտածում եմ մի խաչմերուկ վերևել։ Ագաթան Գեղոսի եւ Նանսենի 400 մեգաբայթ եւ այս փուլի վերջին հարցը ընդամենը ինչ արժեքով էր վաճառվում բնակարանը։ Հավասար։ Եղել է 48 միլիոն 169 հազար Աստղիկ Սաֆարյան ճիշտ էր պատասխանը եւ ամփոփենք միավորները հասկանանք ինչ միավորներ վաստակեցին մեր մասնակիցները Աստղիկ Սաֆարյան 2400 մեգաբայթ եկեք ծափարենք եւ Զարուհի Բաբան ուշադիր լսեք այս թիվը որտեղ չեք լսելու 3000 մեգաբայթ եկեք ծափարենք Զարուհի Բաբայանը դուրս է գալիս մեր խաղի սուպեր եզրափակիչ, իսկ ես Աստղիկ Սաֆարյանին որպես փոփում տալիս եմ այս տետրիսը, որը մենք հենց նոր խլեցինք Քոլոյան Ռոբի ձեռքից, չէ, իրականում սա մեկ այլ տետրիս է, սա եւս աշխատում է։ Աշխարհի ամենալավ փոփումը։ Այո, Աստղիկ ջան։ Ես իսկապես հավատում եմ, որ ես հիշողությունից լավ չեմ, անգամ անունները մարդկանց չեմ հիշում, միշտ բարևելուց ասում եմ բարև ջան, տենց չհիշելով անունը, լավ այդ ջանն էլ կարելի է։ Լավ, բարևն է հիշում ես։ Բարևը հիշում եմ, հա։ Դες հավատումից հետո ես գոնե հավատացի, որ ինչ որ բաներ կան, որ ես այնուամենայնիվ հիշում եմ, այդքան էլ վատ չեմ հիշողությունից։ Դե ինչ, Աստղիկ Սաֆարյան եկեք ծափարենք։ Դե ինչ, սուպեր եզրափակիչ, մեկ գրիկ, մեկ զառա եւ մեկ նորիկ նստած տաղավարում, սուպեր ռետրո մրցանակի համար, սովորաբար եզրափակչի հարցը լինում է մեկ հարց, բայց դժվար։ Ու ամենադժվար հարցն է լինում, որպեսզի դու կարողանաս լարել քո հիշողությունը ամբողջ երեկոյի կտրվածքով։ Եվ այսպես, ինչպես էին դիմում գրիգի ընկերները գրիգին։ Մի րոպե Վաղարշակ Այդ ձայնայինի տղեն էր։ Այդ դու ձայնայինն ես հիշում։ Նորիկն էլ չի։ Նորիկն էլ չի հիշում եմ, ես հիշում եմ նույնիսկ Նորիկը քեզ ինչ ասեց։ Այո։ Այս մի հատ է նորիկ։ Հավաքվում է։ Կաղա Հայկազեր։ Ո՞յ։ Ո՞նց Հայկազ, այո, ընկերների համար պարզապես Հայկազ, այդպես են ինձ դիմում։ Եկեք ծափարենք Զարուհի Բաբայանին, հրաշալի խաղի համար։ Հրաշալի շատ է հիշողությունն է, շատ ուշադիր մարդերի։ Շատ տարօրինակ բաներ եմ իհարկե լսում հիմա, որ լավ հիշողություն ունեմ։ Եթե հաշվի առնեմ, ես բառերն չեմ։ Իսկ որ Ռոբերտին ինչքան էր օգնում, որ Ռոբերտը դուրս եկա։ Ես անկեղծ եմ ասում, օգնեցի որ դուրս գա։ Ես անկեղծ ասում, մեր նվերը մի քիչ ծանր նվեր է, բայց եթե ես տանայի նվեր, անկեղծ եմ ասում, լուրջ շատ կուրախանայի, որովհետև սա մանկական տարիներին մեր համար ամենասենց հովես բաներից էր, որ մենք ունեինք, ես խնդրում եմ, ես քեզ տան ամենագունավոր բաներից էր, ես այստեղ դեմ, դու կարող ես հանել եւ տեսնել թե ինչ է, խնդրում եմ էնցիկլոպեդիա է, խնդրում եմ նայիր, բայց ինչ է սա։ Կամ ֆոտոալբոմա կամ էնցիկլոպեդիա։ Ինչ է ով է։ Մանկական ինչ է ով է արա գիտարանները։ Ես մեր մանկության Google-ը անկեղծ եմ ասում 4 հատորները։ Դարջան քո վերջին կարծիքը մեր երեկոյի մասին։ Ինչ ասեմ, ինձ անչափ հաճելի էր, հետաքրքիր էր։
Շատ շնորհակալ եմ, ապրեք դուք շատ ուրախ եք։ Մենք էլ շնորհակալ Զաուրի բաբան, հրաշալի երգչուհի, հրաշալի անձնավորություն, շնորհակալություն հրաշալի երեկոյի համար։ Իսկ ես ձեզ արդեն հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք մենք մեկ շաբաթ անց կրկին այստեղ, կրկին ես, կրկին Նորիկը, ինչու ոչ առաջին ալիքի եթերում, ստեսություն։